Փողը ճիշտ ու խելամիտ ծախսելու համար տեղեկացված ֆինանսիստներ են պետք։ Դրամի ապագա մասնագետները, դասախոսներն ու գործատուները Եվրոպական համալսարանում քննարկում են ոլորտի նորարարությունները։ Աշխատաշուկայի պահանջներն ու կարիքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Այսօրվա միջոցառումը նվիրված է հենց ֆինանսների ոլորտում գործատուների ներգրավմամբ, ուսանողների եւ բուհերի ներգրավմամբ միջոցառում բարձելու համար, թե որոնք են այն ժամանակակից գիտելիքը, հմտություններն ու կարողությունները, որոնք պետք են գործատուին մասնագետին աշխատանքի ընդունման ժամանակ։ Աշխարհում արագ զարգացող էլեկտրոնային դրամապանակները, էլեկտրոնային փողով գործարքները մշտապես մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Աշխատաշուկա մուտք գործելիս ապագա ֆինանսիստները պետք է տիրապետեն ոլորտի նորարար գործիքներին։ Հետևյալ խնդիրը կա, որ այսօր մենք տալիս ենք կրթություն, բայց սկսած այսօրվանից 4 տարի հետո է ուսանողը մտնում աշխատաշուկա եւ բնականաբար մենք յուրաքանչյուր ցիկլ, յուրաքանչյուր տարի արդի հմտությունները պետք է ունենանք մեր թիրախում, որպեսզի կարողանանք ինտեգրել կրթական ծրագրերում, ուսումնական գործընթացում, որպեսզի 4 տարի հետո ուսանողները իրենք արդեն կարողանան ունենալ արդի մասնագիտական հմտություններ։ Քննարկում հանդիպմանը մասնակցում են հայաստանյան 5 բուհի ուսանողներ։ Մեհերյանի խոսքով համաժողովը կնպաստի ոչ միայն ուսանող գործատու կապի, այլև միջբուհական գործակցության ամրապնդմանը։ Փորձել ենք հավաքել այստեղ ուսանողներին, փորձենք իրենց կարիքները հասկանալ, ինչպես են իրենք տեսնում, ամեն դեպքում մենք տարբեր բուհեր ենք, տարբեր կրթական ծրագրեր ենք իրականացնում, բայց հմտությունների արդյունքը նույնն է, նույն մասնագիտության շրջանակում, եւ թերևս փորձենք հաջորդիվ ունենալ նման համագործակցություններ միջբուհական կրթական ծրագրերը սինխրոնիզացնելու կամ խորհրդատվություններ իրար տրամադրելու։ Ցանկացա մասնակցել, որպեսզի տեղյակ լինեմ աշխատաշուկայից, տեղյակ լինեմ արդի տրենդներից, այսպես ասած, եւ շփվեմ, փորձի փոխանակում տեղի ունենամ։ Միանշանակ գործատուների հետ շփվելուց մենք կարող ենք ստանալ այնպիսի գիտելիքներ, որը հնարավոր է չգտնենք համալսարանական ուսման մեջ։ Մասնագետները լիահույս են, բուհը կդառնա ակադեմիական միջավայր աշխատաշուկա կապող օղակը։ Արամ Արանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։